1918 թվականի մայիսին, երբ Սարդարապատում, Բաշապարանում և Ղարաքիլիսայում մեր ժողովուրդը կենաց մահու մարտեր էր մղում, Ախալսխայի և Ախալքալակի ուղղություններով հարձակման անցած թուրքական կանոնավոր զորքերին, տեղի մահմեդականների զինված հրոսակներին անձնուրաց դիմադրություն էր ցույց տալիս Ջավախքի և Ախալսխայի հայությունը։ Ավելի քան հնգամսյա կռիվների կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ թուրքական զորքերին այդպես էլ չհաջողվեց մտնել Ախալսխա, իսկ Ջավախքում մի շարք ճակատամարտերում հայկական զինված ուժերը, աշխարհազորայինները ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն, տարան հիշարժան հաղթանակներ։ Մայիսյան հերոսամարտերի 90-ամյակն է արդեն դրանում, ինչպես Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի, այնպես էլ Ախալսխայի և Ախալքալակի հերոսամարտերի 90-ամյակը։ Մենք չպետք է զատենք երբեք Ախալսխայի և Ախալքալակի հերոսամարտերը ընդհանուր այդ մայիսյան հերոսամարտերից, չէ որ դրանք էլ հայկական հերոսամարտեր, հայ ժողովրդի տված հերոսամարտերը, որը փառաբանց մարտեր էին։ Մեր ժողովուրդը Ախալսխայում հերոսական ճակատամարտ տվեց Մեսխետի թուրքերի դեմ, որոնք ղեկավարվում էին Ստամբուլից եկած էմիսարների միջոցով։ Դա 5-րդ զորասյուն էր, փաստորեն Անդրկովկասյան բանակի թիկունքում։ Հայոց ինքնապաշտպանական մարտերի մեջ Ախալսխան իր ուրույն, բայց մինչ այժմ լայն ճանաչում չստացած մի երևույթ էր։ Մի ինքնապաշտպանություն, որ իր կազմակերպման որակով, իր արդյունքով փաստորեն զուգահեռը չունի հայ ինքնապաշտպանական մարտերի շարքում։ 1918 թվականին, երբ համատարած կերպով սկսվել էր թուրքական զորքերի ներխուժումը դեպի Հայաստան, Հյուսիսային Հայաստան, դեպի Անդրկովկաս, մահացու վտանգ կախվեց նաև Ախալսխայության գլխին, և ժողովուրդը ոչ թե երկնչեց, ոչ թե մատնվեց խուճապի, այլ կարողացավ կազմակերպված դիմադրություն ցույց տալ բազմապատիկ, կարծեմ 5-6 անգամ ավելի մեծ քանակ ունեցող տեղի թուրքական բնակչությանը։ Ես ուզում եմ ողջունել և շնորհավորել մեր ողջ ժողովրդին մայիսյան այս գեղեցիկ տոների առիթով, հաղթական տոների առիթով, որ մեր պապերը շուրջ 90 տարիներ առաջ պարգևեցին մեզ։ Եվ մայիսյան այս հաղթաշղթան կարևոր դերակատարում ունեցավ մեր պետության կայացման և մեր ազգի հոգեկերտման գործում։ Այս շղթայի կարևոր բաղկացիչ օղակն է նաև Ջավախքի և Ախալսխայի ինքնապաշտպանությունը, որ մեր պապերը հերոսական կռիվների, հերոսական պաշտպանության օրինակ ցույց տալով կարողացան իրենց արժանապատվությունը պաշտպանել, կարողացան մեր մեջ ներարկել, իրենց ծնողների մեջ ներարկել հայրենասիրության բարձր ոգին, և մենք էլ այսօր հպարտանում ենք իրապես, որ կրողն ենք նրանց ոգու, կրողն ենք նրանց արյան, և մենք էլ պատասխանատվության զգացումով պատրաստ ենք մեր հերոսամարտը մղելու։ Դու փոքր ես, անունդ մեծ, քեզալ Ախալսխայ, քո անունը միշտ պայծառ է, սիրուն Ախալսխայ։ Ախալսխան եղել է մեր Վրաստանի ամենասիրուն քաղաքներից մեկը, որ ժամանակին ամբողջ շրջանը եղել է հայություն և լավ այգեբաներ են եղել։ Այնպիսի այգիներ ունենք, որ մեր Փոցխով չայը որ գնում է, ասում է, Փոցխով չայը իր զիլ ձայնով, կողքով դե հոսում,
բորոքում է այգիներդ, մեզ էր է խոսում, քո դաշտերը մեզ տալիս եմ, բարձր որակած, Դավիթ մարդկանց օթևան ես, սիրուն ախծխակ, դու փոքր ես, անունդ մեծ, քեզ ախծխակ, քո անունը միշտ պայծառ է, քաղցր ախծխակ։ 1918 թվականին Ախալցխա քաղաքը 20,000 բնակչություն ուներ, ճնշող մեծամասնությունը 80%-ից ավելին հայեր։ Իսկ Գավառի 16 հայկական գյուղերում Ջաջարակ, Ծիրա, Ծուղրուտ, Սուխլիս, Աբադխև, Ծխալտբիլա եւ այլք, որ հեռու չէին Ախալցխայից, ապրում էր մոտ 28,000 հայ։ Գավառում զգալի էր և թուրքերի թիվը 56,000, որոնք, ինչպես 1918-ին շարժում թերթն է գրել, ուզում են Ախալցխայի գավառում ստեղծել թուրքական ինքնավարություն։ Նույն օրերին մշակի հաղորդմամբ թուրքերը ղեկավարվում են Պոլսից, զինվում, խմբվում եկած բեգերի շնորհիվ։ Եվ ահա թուրքական զինված ջոկատները մոտ 15,000 մարդ դեռևս 1917-ի դեկտեմբերի 27-ին հանկարծակի հարձակվում են Ախալցխա քաղաքի վրա և պաշարում այն։ Երիտասարդ քաղաքագլխի Զորի Զորյանի ղեկավարությամբ այստեղ ստեղծվում է ինքնապաշտպանության գվարդիա, որը կազմակերպում է քաղաքի պաշտպանությունը։